Դերասանուհի Էմմա Շաբոյանը շարունակում է իր սոցիալական էջերում ակտիվ լինել։ Նա պարբերաբար հրապարակում է նոր տեսանյութեր, որոնք երբեմն հումորային բնույթ են կրում։ Շատ հաճախ Էմման պարզապես միացնում է տեսախցիկն ու կիսվում իր առօրյայով, պատմում իր որդու Հովհաննեսի հետ անցկացրած ժամանցի մասին։ Հերթական անգամ Էմման լուսանկարներ է հրապարակել ու գրառմամբ հայտնել, որ վատառողջ է։ Արթնացել եմ ուժեղ կոկորդի ցավով, փաստորեն ստեղ ցուրտ չէր, ուղղակի ես էի մրսում։ Բարի օր, լուսանկարին կից գրել էր Էմման ու հավելել. Նենց վատ եմ, լացս գալիս ա, նստած տեղը դողում եմ, այսենց վատ ու դողացնելով հասել եմ նկարահանման, ուղղակի չէի կարող չգալ, հրապարակմանը կից գրել էր Էմման։ Star News-ը առողջություն է մաղթում դերասանուհուն։ Ինչպես արդեն նշեցինք, դերասաններ Էմմա Շաբոյանի և Վահե Մկրտչյանի ընտանիքը արդեն մի քանի ամիս է ինչ տեղափոխվել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ։ Այսօր Էմմա Շաբոյանի հրապարակումներից երևում է, որ ինքը շատ երջանիկ է Ամերիկայի Միացյալ Նահանգներում, սակայն ամեն բան այդքան էլ հարթ չէ և այդքան էլ հեշտ չէ։ Էմման սկզբնական փուլում իր ինստագրամյան էջում պատմում էր բարդությունների ու դժվարությունների մասին։ Դերասանուհին նույնիսկ նշում էր, որ ինքը չի հարմարվում Ամերիկայի Միացյալ Նահանգների կյանքին ու ռիթմին։ Նա նշում էր, որ միգուցե երբեք էլ չհարմարվի դրան, քանի որ ինքը կարոտում է հայրենիքը և շատ սիրում է այն, ինչ թողել է Հայաստանում։ Ձեզ ենք ներկայացնում այն հրապարակումները, որոնք այս ընթացքում Էմման արել էր իր ինստագրամյան էջում։ Գոնե մեկ անգամ հայտնվեք Ամերիկայի Միացյալ Նահանգներում, ձեզ հաստատ տալու են այս հարցը. Սիրեցի՞ր մեր Ամերիկան։ Երեխեք, ես ձեզ հետ լինելու եմ մաքսիմալ անկեղծ ու իրոք պատմելու եմ, հավանել եմ Ամերիկան մեկ ամսվա ընթացքում, թե ոչ։ Ես հայտնվեցի Ամերիկայում ու հասկացա մի պարզ բան. հեռվից երաժշտության ձայնը քաղցր է հնչում։ Հա, այդ միտքը շատ-շատերից լսած կլինեք, ես վստահ եմ ու ասած կլինեք, բա որ տենց է ինչի հետ չեք գալիս, բա որ տենց է ինչի են բոլորը երազում լինել Ամերիկայում։ Կողքից շատ լավ տպավորություն է, որ այս երկրում լիքը փող կարող ես աշխատել, որ այս երկրում կարող ես երջանիկ լինել, բայց ես կասեմ հակառակ։ Բայց եթե ես հակառակն եմ ասում, այդ չի նշանակում, որ չկան մարդիկ, ովքեր ուղղակի երջանիկ են, որ մի օր հայտնվել են Միացյալ Նահանգներում։ Երեխեք, եթե հարցնեք, թե ինչի չեմ սիրել այս երկիրը դեռ, ինչի եմ ասում դեռ, որովհետև ինձ շատ-շատերն ասում են, որ ամիսներ հետո քեզ մոտ ամեն ինչ փոխվելու է ու դու մի անգամ Հայաստան գնալուց հետո որոշելու ես, որ Ամերիկայից լավ տեղ չկա, որովհետև ես դեռ չեմ գտել մի կետ, որը ուղղակի համեմատելով իմ երկրի ու իմ ապրած կյանքի հետ կարող եմ ասել, այ այստեղ ուրիշ է, այ այստեղ ավելի լավ է, քան Հայաստանում։ Հիմա կասեք, մարդուց է գալիս, եթե մարդը ուզեց ամեն տեղ էլ իրեն կգտնի։ Միանշանակ մարդը հարմարվող է, այստեղ խնդիրը արժե համակարգի մեջ է, նայած թե ում համար որ արժեքներն են այս կյանքում կարևոր։ Ես իհարկե ինքս կյանքը շատ սիրելով փորձում եմ գտնել ամենալավագույն կողմերը թե մարդկանց մեջ եւ թե երևույթների։ Այդ իսկ պատճառով դեռ հույսս չեմ կարծում եմ, որ ինձ համար հեշտ կլիներ, եթե ես Հայաստանից ահա որ հիասթափված կամ որևէ լուրջ պատճառ ունենալով հայտնվեի Միացյալ Նահանգներում։ Ինձ թվում է այդ պարագայում հաստատ միանգամից կասեի, ես այս երկիրը շատ եմ սիրում։ Երեխեք, այստեղ հեշտ չի, ու եթե ձեր բարեկամներից կամ հարազատներից ինչ-որ մեկը ձեզ կասի, այստեղ հեշտ չի, հավատացեք, այդ չի ասում, որ ձեզ փող չուղարկի։ Իսկապես այստեղ շատ դժվար է, այստեղ մարդիկ ավելի հոգսաշատ են ու ավելի մտածկոտ ու մտազբաղ ու դեպրեսիվ, քան Հայաստանում։ Այստեղ անգամ մարդկային շփումն է տարբեր ժողովուրդ։ Դե իհարկե այս երկիրն ունի նաև իր դրական կողմերը, դրա մասին նույնպես անպայման կպատմեմ, բայց ես դեռ շարունակում եմ կարոտել իմ երկիրը, ընկերներին ու իմ ամեն օրը։ Ձախողված օր Միացյալ Նահանգներում, որի արդյունքում ես կորցրեցի $80-ից ավել գումար։ Երեխեք, եթե որևիցե մի օր կմտածեք, որ դուք բախտ չունեք կամ թե ինչի է հենց ձեր կյանքում սենց բաներ պատահում, հիշեք, որ այստեղ եմ ու դուք մենակ չեք։ Սկզբի համարացեմ, որ արտանում եմ առավոտ ժամը 7-ին, որը ինձ համար խայտառակ վատ բան է։ Այսօր առաջին անգամ անգլերենի դասընթացների էի, ու քանի որ մարդիկ շատ էին դիմողները, ինձ գցել էին waiting list-ի տակ, այսինքն ես պետք է սպասեմ այնքան, մինչև ինչ-որ մեկին հանեն, նոր ես կարողանամ մտնել բացականերից։ Ես գնացի շատ սիրուն դեմքով սպասեցի, դուրս եկան եւ այդ մարդկանց միջից ովքեր սպասում էին 8 հոգի ներս մցրեցին, մենք 10 հոգի էինք սպասողներս, որից 9-րդը ես էի։ Շնորհավորեք, ես շատ բախտավոր եմ։ Ֆիքսենք, որ եթե ես դասի եմ Հովլին պետք է մանկապարտեզ հասցնեմ, իսկ մանկապարտեզ տանելու համար ինձ պետք էր մեքենա, քանի որ այսօր մեքենա չունեի, որոշեցի օգտվել տաքսիներից։ Այստեղ տաքսիները ահա որ թանկ են, եւ մեր տնից Հովլի մանկապարտեզ ընդամենը մեքենայով 4 րոպե է, 4-ից 5 րոպե։ Տաքսին կազմում է $12, 12 եւ մի փոքր ավել։ Դե բնականաբար դրանից հետո պետք է շարունակել գնալ դպրոց, այսինքն մյուս տաքսին եմ կանչում, գնում եմ դպրոց, դպրոցից հետո նորից տաքսի եմ կանչում, գործերը չեղած հետ եմ գալիս տուն, ու վուալյա, տեսնում եմ որ բանալին չկա։ Ուրա բանալին Էմման խառնված վիճակում գցել է Հովլի պայուսակի մեջ։ Բայց ոչինչ երեխեք, խնդիր չի, ես մի հատ էլ տաքսի կկանչեի, կգնայի Հովլի մանկապարտեզից բանալին կբերեի ու ամեն ինչ տեղը կընկներ։ Բայց քանի որ ես շատ ուժեղ կենտրոնացում ունեմ, 1100-ի փոխարեն ես գրում եմ 110։ Իսկ այստեղ փողոցները նույն անունով կարող ես ընդամենը մի թիվ սխալ գրել ու գնալ լրիվ ուրիշ տեղ։ Զգում եմ որ ճանապարհը ուրիշ է ու ես գնում եմ լրիվ ուրիշ տեղ, որի համար վճարում եմ $16։ Չէ երեխեք, ես չեմ դուք եկեք նորմալ է։ Իհարկե ոչ։ Նորից տաքսի եմ կանչում, գնում եմ մանկապարտեզ, բանալին վերցնում եմ, հետ եմ գալիս վերջապես տուն ու հասկանում եմ, որ ես այսօր տաքսիների վրա ծախսեցի $80։ Երեխեք, խի, ինչ
Ինչի համար մի խոսքով երեխեք ջան, այսքանից հետո ես ինձ ուղղակի շատ թեթև եմ պահում ու ժպտում եմ ու ծիծաղում եմ իմ արածների վրա, բայց ամեն դեպքում խնդիր չի երեխեք ջան, ես երբեք չեմ փոխվելու, որ փոքր էի մտածում էի կմեծանամ կանցնի, բայց արդեն 30 տարեկան եմ ու ոչինչ չի փոխվել իմ կյանքում։ Նշենք նաև, որ Ամերիկայի Միացյալ Նահանգներ տեղափոխվելուց ընդամենը օրեր անց Էմմա Շաբոյանը հենց այնտեղ նշեց իր ծննդյան 30-ամյակը։ Էմման նաև մի հուզիչ հոլովակ էր հրապարակել, որտեղ տարիներ անց հանդիպում է մայրիկին ու տատիկին։ Էմման հոլովակին կից գրել էր հետևյալը. «Մամաս, իմ ծնունդի ամենամեծ նվերը։ Տարիներ առաջ մամաս ինձ կյանք նվիրեց, իսկ այսօր ես մեզ երջանկացրի ու նորից ծնվեցի։ Մամայիս չէի տեսել 2.5 տարի, իսկ տատիկիս 22 տարի։ Սիրտս տեղն ընկավ, թող որ ոչ մի բաժանում չլինի, թող բոլորը հասնեն իրենց մամաներին, եթե հեռու են»։ Instagram-յան իր էջում գրել էր Էմմա Շաբոյանը։ Դե իսկ Star News-ը առաջարկում է ձեզ դիտել այն հոլովակները, որոնք հրապարակել է Էմման իր Instagram-յան էջում։ Բարի լույս սիրելիներս, ուզում եմ անչափ շնորհակալություն հայտնել բոլորի շնորհավորական խոսքերի, նամակների, ջերմ խոսքերի համար։ Այսօր իմ ծնունդն է եւ ես դառնում եմ 30 տարեկան մամա ջան։ Եկա կնիկ եմ երեխեք, ինչ խոսք։ Բայց ամենաուշագրավը իմ 30-ամյակի մեջ է նա, որ ես վերջապես 2.5 տարի հետո տեսնելու եմ իմ մամային ու իմ ծնունդի ամենամեծ նվերը մամայից տեսնելն է։ Որ հուզված եմ, հիմա ճանապարհին ենք գնում եմ մամայիս մոտ, իհարկե չկարողացա անակնկալ անեմ, դե բնականաբար ինքը գիտեր, որ ես արդեն այստեղ եմ, բայց ամեն դեպքում անհամբեր եմ, սիրտս 1000 տակ խփում է երեխեք, գնացի, պատճում եմ ձեզ, ապրեք շատ։ Բլոգեր եք, չէ, իմացան մի երկու բան կա մեջս, ուղղակի չգիտեմ ում ասեմ ու վրա հերսերս թափեմ, էլի, այն մարդս ընդեղա դավաճանում, կյանքս անհետաքրքիր են կիսուրս ընդեղա կյանքս ուտում են երեխեքս էլ ընդեն մի բան չեն, մի երկու բան ասեմ գնամ, էլի պրոստը թեթևանամ, ամեն դու բլոգեր ես, քեզ սաղ գրում են, մի հատ ասացը քեզ ինչ պիտի անի, մի հատ մի երկու բան ասեմ ու գնամ, հա վայ մերսի շատ, վայ ճիշտ ես ասում կարամ ասեմ, վայ ապրես շատ, սպասի, ես մտածեմ, մի րոպե, այսպես, նայ կարամ կոմպլիմենտի տեսքով գրեմ, որ ոնց որ կոմպենսացնենք, կարամ գրեմ, որ ես խոսքի ազատ իրավունք ունեմ, դա իմ կարծիքն է, հա, մերսի շատ։ Լուսի իմ կարծիքով, ահա որ տա գետի մեկն ես, այդ չտես, ոնց կարելի է մարդ այդքան չտես լինի։ Այ, ոնց որ սրտից յուղ նստեց, մի քիչ հովացա, մի քիչ հանգստացա, վայ ինչ լավ էր, Աստված ջան։ Մի րոպե մի հատ եմ մտածեմ, գնացինք։ Աղջիկ ջան, մատ քեզ նայել, այդ ինչ ես ամեն երեխուն այդ ինչ ձև ես դաս ծիրակում, յախ կապի կոլոտ գեր։ Վայ, ինչ լավ է, թեթևացա, Աստված ջան, մի հատ ասեմ, լավ չէ, ոնց որ թեթևացա, վայ, մերսի շատ եմ ջան, գնամ ոնց որ կյանքս մի քիչ լավացավ, կարող եմ մի բան փոխեմ, գնամ մարդուս հետ, չգիտեմ էլի մի խոսքով գնացի, մերսի շատ եմ ջան, ապրես շատ, քեզ շատ սիրում եմ։ Մեզ փանքեյքի համար ինչ է պետք որ սարքենք։ Զուգարդ ու ձեթ ու ալուր ու սոդա ու ձեթ։ Վերջ։ Հա։ Այդքանը։ Մի բան մոռացար։ Ինչ։ Աղ։ Բայց շաքարավազ։ Շաքարավազ։ Դու կարող ես սարքել։ Այո։ Ոնց է սարքում։ Ասենց այս կթալ վերցնում են ասենց գուշ քթում են էսրա մեջ։ Հետո։ Դնում են էսրա մեջ։ Հետո տակ դնում են վառնես Էդի դնում ենք է դրա մեջ ու էդի ուտում եմ։ Հա, վրան ինչ եք կսելու։ Նուտելա։ Հա։ Հա։ Okay, լավ։ Հելենք անենք։ Հա։ 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 Արի։